Բարեձեզ հորիզոնը սկսում է աշխատանքը։ Պաշտոնական այցով Էստոնիայում Տալինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսություն, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև այցելել է Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Ապրիլի 26-ին սահմանապահ զորքերի օրն էր, այդ կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է վարչապետ Փաշինյանը։ Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունն է ավելացնել սահմանապահների ներկայությունը սահմանի ողջ երկայնքով։ Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու քաղաքացու օրը համընկել են եւ շնորհավորել բոլորին նաեւ քաղաքացու օրվա առիթով։ Վարչապետի խոսքով այս համընկնումը խորհրդանշական է, որովհետեւ եւ քաղաքացին եւ սահման ունեն մի կարևոր հենման կետ, եւ այդ հենման կետը պետությունն է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարեւոր միջանկյալ քայլ է։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են եւ անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել։ Այդ փոքր քայլերը, որոնք մենք նախորդ տարի իրականացրինք, եւ որի արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության անկախության, ինքնիշխանության եւ զարգացման շատ կարեւոր հանգրվան է։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար։ Մեծ ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր եւ բոլորիդ հայտնի բարդություններից մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին կարող է փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը եւ սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանում մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդն ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ինչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը եւ սա չափազանց կարեւոր առանձնահատկություն է։ Վարչապետը նշել է, թե ակնկալում է, որ սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման համար։ Այնուհետև ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով եւ ցուցադրական հնարքներով։ Վարչապետ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին։ Վարչապետը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Ինչ փոխվեց, երբ Թրամփը նորից խուսափեց ցեղասպանություն եզրույթից, ինչու է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ինչ կարևոր շեշտադրումներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակային խոսքը, որ Միացյալ Նահանգները պատրաստական է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Այս հարցերի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ, ներկայացնենք հատված զրույցից։ Առասարակ այդ օրերին
ապրիլի 24-ին ամբողջ հայազգը այսպես է սրտադրոպ, ռեֆլեքսորեն, չգիտեմ, իներցիայով սպասում է, թե Միացյալ Նահանգների նախագահը ինչ ասելու է ցեղասպանությունը եզրույթը թե ոչ։ Կարծում եմ, որ Թրամփը չասեց, դա անսպասելի չէր, որովհետև նախ տպավորություն կա, որ Թրամփը ինչ անում է, ամեն ինչ հակառակ է անում Բայդենին եւ մյուս կողմից ինչ ընտրվել է նախագահ անընդհատ գովերքում էր Էրդողանին։ Այո, Թրամփը չասաց եւ դա իրավացի է կանխատեսելի էր, որովհետեւ Թրամփը իր առաջին պաշտոնավարության օրոք եւս այդ տեսակետի վրա էր, ոչ թե որ չի եղել, իրենք համոզված պարզվում են, որ այդ հարցը չպիտի հնչեցվի նման ձևով։ Ասեմ, որ Թրամփը միայնակը չէր, Ռուսաստանն էլ չօգտագործեց ցեղասպանության բառը։ Զախարովան ավելի ցածր մակարդակով կոչվեց 1915-ի իրադարձությունները, անգամ ջարդի մասին անուն չտրվեց։ Նաև այստեղ պիտի հասկանալ հետեւյալը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որտեղ պիտի արդյոք Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ այդ բառերը հնչեցվեին այլոց կողմից, թե չէին ուզում, որտեղ դա կարող է վնասվել հայ-թուրքական հաշտեցման այս ծրագիրը։ Դա շատ կարևոր հարց է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում որոշ բաներ կբացահայտվեն։ Բայց ամեն դեպքում դրանից ինչ փոխվեց, ասեր թե չասեր, որովհետև հիմա այս դիսկուրսն է կա, չէ, օրինակ եմ բերում, որ Բայդենը 4 անգամ, 2021-ին, հետո 3 անգամ մինչև 2024 թվականն ասեց։ Դրանից օրինակ ինչ եղավ, հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեցին, թե, չգիտեմ, օրինակ ավելի նվազ ագրեսիվ դարձավ Ադրբեջանը, մենք նույնիսկ բացասական իրադարձություններ կարող ենք թվարկել, օրինակ 2023-ին Արցախում տեղ ունեցածը։ Հետաքրքիր է տարբերությունը հասկանալ այդ հասելու թե չասելու ռետորական այդ հասել-չասելու։ Ես ինքս բազմաթիվ անգամներ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ գերագնահատված է այդ բառի հնչեցնելը կամ ճանաչելը անգամ։ Եթե չկա հատուցման քաղաքականություն, ասես չասես, դա կապ չունի որևէ, իսկ հատուցման քաղաքականություն չի եղել եւ ցավոք սրտի Սփյուռքն էլ 1965-ից այս կողմ չի ունեցել։ Հատուցման քաղաքականությունը եղել է 20-30-ական թվականներին եւ մի ալիք բարձրացել է երկրորդ համաշխարհայինից հետո։ Դրանից հետո հայկական հարցը ձևախեղվեց եւ այն ամփոփվեց հայդատ հասկացությունը ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ, որտեղ ինչ որ սխալ պատկերացում կար, այ եթե աշխարհը ճանաչի Թուրքիան, եւս կճանաչի, եթե Թուրքիան եւս կճանաչի, ապա ինչ որ հատուցումներ կտա, այդպես չէ։ Հոլոկոստը երբևէ չի ժխտվել եւ չի հաստատվել։ Օրինակ անգամ որ խոսում են Նյուրնբերգյան դատավարության մասին, ասեմ, այնտեղ 22 հատող սղագրությունը գրած է, այնտեղ ոչ հոլոկոստ բառը կա, ոչ էլ առանձնացված է դա։ Ընդհանուր հանցագործ ես կարծում եմ այդ բառի կիրառությունը որևէ ձևով չի կարող անդրադառնալ, որտեվ անգամ չասել է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետեւյալ, եթե դրոշները որ այրեցին, ես ինքս այստեղ խանդավառ չեմ դրոշ վառելով ասեմ, բայց իրենց իրավունքն է, քաղաքական քայլ է։ Դա սադրիչ է եւ չգիտեմ կոտ չէ, Թուրքիան եթե ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ինքը դրոշ վառելուն կամ չվառելուն չի նայելով։ Բայց պատրվակը կտնի։ Այսպիսի տեսակետ կա, որ եթե Բայդենը ասել էր, սա ինչ-որ իմաստով օրենքի ուժ է ստանում։ Եթե երկրի նախագահն ասում է ցեղասպանություն, դա կարծես օրենքի ուժ է ստանում, եթե օրենքի ուժ է ստանում, պետք է նաև Թրամփը ասի, բայց եթե շատ հեռու չգնանք, պատմությունում այս իրավիճակը կրկնվել է, որովհետև ես հիշում եմ, որ Ռեյգանը ասեց եւ հետո Բուշը չասեց ցեղասպանություն բառը։ Ընդ որում երկուսն էլ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին։ Եթե խոսում ենք օրենքի, ապա այնտեղ այսպես է, ապրիլ 24-ին նախագահ պետք է ուղերձով դիմի ժողովրդին, միայն ուղերձով դիմել մասնախոսքը, թե ինչ բառեր կօգտագործի, ինչ բառաբաշար կօգտագործի, տարբեր է։ Օրինակ, ես լավ հիշում եմ, որ նույն Թրամփը մայիս 28-ին, որի երբևէ այցև ամերիկացիները ուղերձով չեն, ինքը մայիս 28-ին էլ դիմեց իր առաջի պաշտոնավարության առիթով եւ այլն, ըստ քաղաքական իրավիճակի հաճախ դա տեղի ունենում։ Իսկն օրենքը չի խախտվում, ուղերձը կա, բառամթերքը եւ շեշտադրումները ըստ քաղաքական իրավիճակի։ Թրամփը այն գործիչն է, որ չի ուզում հարաբերությունները ոչ Թուրքիայի հետ սրել, ոչ էլ Ադրբեջանի հետ սրել, հետեւաբար ինքը այդ ձևակերպումները մեղմ է վերցրել, պարզ ասած։ Այնուամենայնիվ կարծում եմ Թրամփի խոսքերում նաև շատ այսպես ականջահաճո, հայերի համար խոսքերը կային, ես ուզում եմ այդ հատվածը մեջ բերել։
Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեզ մոտ եւ այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում։ Իմ վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը եւ խոցելի խմբերի պաշտպանությանը եւ երևի թե ամենակարևորը պատրաստական ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Ինչ է սա նշանակում։ Ռազմավարական գործընկերությունը պահպանելու եւ շարունակելու այդ պատրաստակամությունը սրա տակ ինչ հասկանանք մենք։ Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործիչները նաև այցելելով Բաքու հստակ ուղերձ են տվել Ալիևին զսպելու եւ նրա այս նկարտումները եւ չգնալու իրավիճակի սրման։ Դա հստակ է, որը սա մեզ համար այսօր կարևոր է, եկեք իրականության նայենք, սա է, որպեսզի բան ավելին ասեմ, եւ դա նաեւ շեշտվել է Իրանի առումով էլ, որ դա էլ պատրվակ չպետք հանգարտ չողոքեվորվեք, որ մենք Իրանին լարում ենք, այդ առումով բան։ Այդտեղ շատ հետաքրքիր է այդ հենց առաջին մասում կրոնական ազատությունները, որովհետեւ այսօր քրիստոնեական կրոնը, ինչպես 20-րդ դարի դարասկզբին էր, Ամերիկայում քաղաքականացվում այն դառնում է կարևորագույն գործոններից մեկը Թրամփի ընտրազանգվածի հիմնական մասը դա քրիստոնյա, ինչպես ինչին իրենք են ասում national Christians, ազգայնական քրիստոնյաներն են։ Այդ առումով մենք հնարավորություն ենք այսքան ձեռք բերում եւ պիտի այդ փորձենք նյութականացնել հարաբերություններով եւ շատ կարեւոր է այդ ստրատեգիական կամ ռազմավարական հարաբերությունները ես մշտապես դրա օգտին եմ հանդես եկել օրինակավոր բանակի վերազինումը անկախ նրանից Ալիևի դուրը գալիս է թե չէ որովհետեւ մենք բոլորս վստահաբար խաղաղության կողմնակից ենք բայց խաղաղությունը խարսվում է ռազմական քաղաքական հավասարակշռության վրա Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհայում է, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգության ֆորումին։ Աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ կունենա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում շարունակվել է վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային թեմաների շուրջ մտքերի փոխանակումը։ Հիմնական ուշադրությունն ուղղվել է ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովն ու Ռուբիոն ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ի հայտ եկող նախապայմանների համախմբման կարևորությունը, նպատակ ունենալով վստահելի ուղի համաձայնեցնել դեպի կայուն տևական խաղաղություն։ Անդրադարձ է եղել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակել բոլոր մակարդակներում։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։